Նոյեմբերի 9-րդ կետն ասում անվտանգությունը այդ ճանապարհով անցնող բեռների, մարդկանց, չգիտեմ ինչերի անվտանգությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը, վերահսկողությունն իրականացնում է ռուսական FSB-ն ADC-ն։ Հիմա ես ես մտ դա այսինքն դաժե ներողություն նույնիսկ իրավաբանության մեջ գոյություն ունի ողջամտության կանխաբարկած ասում ողջամիտ ժամկետներում ողջամիտ կասկած չէ իրավաբանության մեջ բան հիմա ողջամտության շրջանակում չի կարող այնպիսի բան լինել պարոն Անանյան որ Հայաստանը անվտանգությունը երաշխավորի չունենալով այնտեղ վերահսկողություն նույնն է թե դուք ինձ ասեք այս մեքենան քո վրա է գրանցված դու պարտավոր ես ապահովել որպեսզի դրա վրա խաս չլինի չփչանա չգողանան բայց դա վարելու տնօրինելու եւ օգտագործելու է պարոն Խաչատյանը ես կարող եմ դա անվտանգությունը երաշխավորել որ պարոն Խաչատյանն է տնօրինում չեմ կարող այսինքն դա ողջամիտ չի պնդում է ի բնե ոչ իրավաբանորեն ոչ տրամաբանորեն ոչ մի կերպ ուզում եմ ակնարկել որովհետեւ ձեզ էր ուղղված այս չէր ուղղված դուք Շիրակի տարածաշրջանից եք ճիշտ է տեսեք Գյումրիից Հայաստանի Հանրապետությունը ունի մի քանի սահման բայց լայներից մեկը Թուրքիայի հետ սահմանն է աներկբա է որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է բայց եթե ես ճիշտ եմ սխալվում եթե դեռ չեն հանել FSB-ին ռուսական FSB-ն է այնտեղ վերահսկողությունը հայ-թուրքական չեն հանել չէ դեռ ինչքան գիտեմ չեմ հայ-թուրքականից դեռ չեն հանել ռուսական FSB-ն եթե դեռ 102-րդ ռազմաբազան Գյումրիում է հա դեռ այնտեղ է իրանք են ապահովում դրանով ես օրինակ չեմ համարում որ Հայաստանի անվտանգությունը խոցվում է ընդհակառակը վերահսկողությունը վերապահված է իրենց հիմա երբ որ դուք ասում եք որ չկա նման տրամաբանություն որ անվտանգությունը մենք երաշխավորենք վերահսկողությունը իրանք անեն կա նման տրամաբանություն եւ դա հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանն է եւ դա երաշխավորում այդ սահմանը Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում որի վերահսկողությունը սահմանային վերահսկողությունը կներեք FSB-ն հենց սահմանային վերահսկողությունը իրականացնող մարմինը իրականացնելն է հիմա ձեր ասածը ո՞նց է համադրվում ստե այսինքն ես հասկանում եմ այսպես որ դուք հենց նոյեմբերի 9-ի վրա այդ պիտակը այնպես է փորձել կպցնել այդ 9-րդ կետի որ այստեղ FSB-ն պետքա վերահսկողություն իրականացնել ով է նոր դուք եք ասում մեկը երաշխավորում է մյուսը վերահսկում է ով է նման բան տեսել ես էլ ասում եմ մենք 30 տարի դա տեսել ենք դա լավ օրից չի մենք բոլորս հասկանում ենք մենք կուզեինք որպես սուվերեն նորմալ հզոր պետություն մեր բոլոր սահմանները պահենք ցավոք մեր տարածաշրջանն է այդպեսին հիմա եթե մի դեպքում մի սահմանի դեպքում մենք դա նորմալ ենք ընկալում այդ ճանապարհը դուք ինչ եք քննադատում ասում որտեղ է այդպեսի բան կա բայց մեր երկրում կա այդպեսի բան այդ ճանապարհով ամեն օր անցնելու էին տրամաբանությամբ բեռներ մարդիկ Եվ Հայաստանը ուղղակի չէր կարող այդ մարդկանց անվտանգությունը մի րոպե երաշխավորել, եթե չունի վերահսկողություն այդ հայ-իրանական սահմանով չեն անցնում։ Ով։ Բեռները նույն։ Հայ-իրանական սահմանին ՌԴ ԱԴՑ-ն այս 30 տարի սահմանային վերահսկողություն չէր իրականացնում։ Այո, բայց մենք ռիսկեր ունենք հայ-իրանական սահման։ Մենք եւ սեկտորի հասանելիություն Չէ, ռիսկեր, ասում եմ, ռիսկեր ունենք այդ հատվածում։ Այսինքն իրանցիները որ կան մենք ռիսկեր ունենք, որ կարող է իրանց անվտանգության մեջ բան։ Երկու դեպքում էլ ռիսկեր կան։ Բագրատաշենում էլ կա, Իրանում էլ կա։ Բայց նույնն է ինչ որ ադրբեջանցիների անցուտ արծի հետ կապված։ Մենք կարող ենք այդ ռիսկերը կառավարել, երբ որ մենք չունենք վերահսկողություն եւ ադրբեջանցիների վրա քաշ շպրտողների վրա ունենք։ Այ հենց այստեղ մենք եկանք։ Մենք կարող չենք մեր ցավոք Եթե մենք վերահսկողություն չունենք, այ հենց ասում եմ Ռուսաստանն դրանում է պարոն Խաչատյան։ Չենք կարող ֆիզիկապես, եթե անգամ մեր ամբողջ ռեսուրսները հերիք են դրա։ Եթե միտքը հասկացա, մեր ամբողջ այս 30 տարվա ամենամեծ ցավը է դա որ մենք լիարժեք հսկողություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առնվազն այդ սահմանների չենք կարող մեր ռեսուրսներով իրականացնել։ Դրա համար երբ որ քննարկվել է որ դա ճանապարհ պետքա լինի, մենք այդ 2-300 միլիոն դոլարի համար չենք գնացել ԱՄՆ-ին բերել այնտեղ, չէ։ Մենք դա բերել ենք մեր ընկալման մեջ կամ իշխանության ընկալման մեջ որպես անվտանգային բաղադրիչ, որ ԱՄՆ-ն լինի։ Պարզա որ մենք մեր ռեսուրսներով դա չենք կարող անել։